Ժամը 13-ն Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը մեկնարկում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Ազգային ժողովում մեկնարկել են 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները, որոնց մասնակցում են կառավարության անդամները, վարչապետի գլխավորությամբ եւ այլ գերատեսչությունների ղեկավարներ։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բյուջեն քննարկվում է հաստատված խաղաղության պայմաններում, հղում անելով Վաշինգտոնի հռչակագրին եւ սահմանին 1 տարի եւ 8 ամիս զոհերի բացակայությանը։ Որպես խաղաղության գործնական դրսևորում նա ողջունել է Ադրբեջանի հայտարարությունը Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները հանելու մասին, այն որակելով Հայաստանի շրջափակման հաղթահարման առաջին փուլ։ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը նույնպես վերացնում է տարանցման սահմանափակումները եւ հենց այսօրվանից պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան, Մարգարա, Գորիս երթուղով։ Ըստ էության առաջին անգամ է, երբ մենք Հայաստանի Հանրապետության բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում, այսինքն ըստ էության առաջին անգամ է, երբ որ մենք բյուջե ենք քննարկում խաղաղության պայմաններում, հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով, այսինքն ես սա ինչի համար եմ ընդգծում, որովհետեւ սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել։ Վարչապետ Փաշինյանը խոսել է նաև Թրամփի ուղի նախագծի մասին, նշելով, որ այն գտնվում է ակտիվ իրականացման փուլում, Միացյալ Նահանգների հետ ընթանում է ինտենսիվ աշխատանք։ Ընդգծելով նախագծի բարդությունը, նա սակայն վստահություն է հայտնել, որ լուծումները կարագացվեն։ Որպես իրավական հիմք վարչապետը մեջբերել է Վաշինգտոնյան հռչակագրի այն կետերը, որոնք վերաբերում են Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչնդոտ հաղորդակցության ապահովմանը փոխադարձ առավելություններով։ Նա նաև վկայակոչել է այն դրույթը, որով Հայաստանը պարտավորվում է Միացյալ Նահանգների եւ երրորդ կողմերի հետ աշխատել նախագծի շրջանակը սահմանելու եւ այն հնարավորինս արագ կերպով իրականացնելու համար։ Փաշինյանն ասել է նաև, որ այսօր շատ մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը եւ բանակի հայեցակարգը։ Մենք ասում ենք, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։ Մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք եւ վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընդգծենք այս կոնտեքստը, որ բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն պետք է ի վիճակի լինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիների անվտանգությունը, նշել է Փաշինյանը։ Իդեպ 2026-ին նախատեսվում է կրճատել պաշտպանական ծախսերը։ 2025 թվականի պետական բյուջեի համեմատ պաշտպանության նախարարության ծախսերը կկրճատվեն ավելի քան 15%-ով, կազմելով 563 միլիարդ դրամ։ Մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։ Եվ մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք եւ վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ, որովհետեւ երբ որ ասում եմ մարտունակ բանակ, ինքը չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։ Մինչև բյուջեի նախագծի քննարկումը Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի այգում հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին, նրան ուղեկցել են խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հիշեցնեմ, այսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է, ոճրագործության հետևանքով զոհվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ 2003-ի դեկտեմբերի 2-ի դատավճռով 6 անձ դատապարտվել է ցմահ, 1 անձ 14 տարվա ազատազրկման։
Այսօր երկրապահ կամավորականների միության անդամներն են այցելել Վազգեն Սարգսյանի շիրմին, հարգանքի տուրք մատուցել, ծաղիկներ խոնարհել։ Միության նախագահ Սասուն Միքայելյանի խոսքով, եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր պետությունը ապագա չի ունենա։ Հիշեցնեմ, 2019-ին դատախազության որոշմամբ քրեական գործով վերաբացվել է, անցած տարի գլխավոր դատախազությունը հաղորդել է 2019-ից 24 թվականներին վարութային գործողությունների ամփոփման, սակայն չի հայտնել գործի կարճվելու կամ ավարտվելու մասին։ Հոկտեմբերի 27-ին ոչ թե կառավարության ղեկավարությունը կամ գլխատվեց, որ խորհրդվեց մեր պետականությունը։ Եթե Վազգենը կենթանել էր, նման բան չէր կարելի լինի Ղարաբաղի հետ կապված։ Նախորդային Հովհաննավանքում Մայրաթոռի կարգալույց հռչակած Տեր Արամը կամ Ստեփան Ասատրյանը պատարագ է մատուցել։ Արարողությանը մասնակցում էին վարչապետը, մի քանի նախարարներ, մարզպետեր, համայնքապետեր, պատգամավորներ։ Օրեր առաջ էր Մայրաթոռը անդրադարձել պատարագին, մեջբերում է։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Սուրբ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը, մեջբերման ավարտը։ Մայրաթոռը նաև հորդորել էր իրավապահ մարմիններին թույլ չտալ Հայաստանի այց առաքելական եկեղեցու տիրապետության տակ գտնվող Հովհաննավանքում Տեր Արամին կամ Ստեփանին պատարագ մատուցել։ Արարողությունն ամեն դեպքում տեղի է ունեցել վարչապետի բնորոշմամբ, այն խորհրդանշել է Մայրաթոռի իր բնորոշմամբ ազատագրման մեկնարկը։ Բայց ես իմ շնորհակալությունը անկեղծ ուզում եմ հայտնել մեր երկրի ղեկավարին, մեր վարչապետին, որ 2000 տարի անց մեր վարչապետը հերոսպես չի գործում, այլ գործում է ճիշտ հակառակը։ Մեծարգո պարոն վարչապետ։ Ահա այս օրերին մենք տեսնում ենք, որ եկեղեցին իմ անձը չի, իմ շուխերով ես չեմ խոսում, Աստված խոսում է մեր բերանը, և որ այդ բերանը պատում են, լռեցնում են նաև Աստծո խոսքը։ Հայտարարությամբ է հանդես եկել Մեծի տանոն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը, այն վերնագրելով զգույշ ժողովուրդ հայոց։ Նորին սրբությունը նշել է, որ պետք է կարճենք մեր արժեքներից ու սրբություններից, մերժելով արժե համակարգերը, մտածելակերպերը և գործելակերպերը, որոնք դեմ են մեր ինքնությանը։ Ըստ նրա լուրջ փորձեր են ձեռնարկվում պառակտելու մեր ազգը, հայրենիքը, եկեղեցին, ազգային կառույցները, համայնքները և Սփյուռք Հայաստան գործակցությունը։ Մեջբերեմ, մեր հայրենիքը մեկն է, մեր ազգը մեկն է, պառակտման փորձերին մենք պետք է հավաքականորեն ասենք ոչ, նշել է նա։ Անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Մոսկվային մոտեցող 36 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ Վնասների և տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում, իսկ ընդհանուր առմամբ ռուս հակաօդայինները գիշերվա ընթացքում ուկրաինական 193 անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել։ Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքի նավթաբազայում հրդեհ է բռնկվել։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Այսպես են դիմավորել ԱՄՆ նախագահին Մալազիայում, որտեղից Դոնալդ Թրամփը սկսել է իր ասիական շրջագայությունը։ Մալազիան նա անվանել է հիանալի եւ շատ կենսունակ երկիր ասիական երկրների ասոցիացիայի գագաթնաժողովին մասնակցելուց եւ առևտրային մի շարք համաձայնագրեր կնքելուց հետո։ Նա նաեւ ներկա է գտնվել Թայլանդի եւ Կամբոջայի միջև հրադադարի ընդլայնված պայմանագրի ստորագրմանը, պնդելով, որ այն միլիոնավոր կյանքեր է փրկել։ Թրամփը Մալազիա էր ժամանել Կիրակի օրը, այստեղից նա մեկնել է Ճապոնիա, կայսր Նարուհիտոյի հետ հանդիպման, իսկ այնուհետև Հարավային Կորեա, Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ բանակցելու համար։ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի կուսակցությունը հաղթանակ է տարել միջանկյալ խորհրդարանական ընտրություններում, ինչը նախագահը որակել է շրջադարձային կետ, իր արմատական տնտեսական բարեփոխումները շարունակելու համար։ Այս կապակցությամբ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Միլեյին, նշելով, որ իր վստահությունն արդարացված է։ Այս հաղթանակը կարևոր էր երկու առաջնորդների համար, քանի որ Թրամփի վարչակազմը նախկինում մինչև 40 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության փաթեթ էր տրամադրել Արգենտինային՝ ի աջակցություն Միլեյի կառավարության։
Ամերիկյան ռազմածովային ուժերի USS Gravely ավիակիրը ժամանել է Տրինիդադ եւ Տոբագո համատեղ զորավարժությունների համար, ինչին Վենեսուելան կոշտ արձագանքել է դատապարտելով եւ որակելով այն ԱՄՆ ռազմական սադրանք։ Վենեսուելան պնդում է, որ դրա նպատակը ռազմական առճակատման հրահրելն է, հնարավոր կեղծ դրոշի ներքո իրականացվող գործողության միջոցով։ Նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ իրենք ձերբակալել են կենտրոնական հետախուզական վարչության հետ կապ ունեցող վարձկանների։ Այս զորավարժությունները տեղի են ունենում Կարիբյան ավազանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության ընդլայնման ֆոնին, որը ներառում է ավիակիր խմբի տեղակայում եւ թմրանյութեր տեղափոխող ենթադրյալ նավերի հարվածներ, որոնց հետևանքով զոհվել է շուրջ 40 մարդ։ Կիևի վրա ռուսական գիշերային օդային հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, եւս 31-ը վիրավորվել են բարձրահարկ բնակելի շենքի վրա հարվածի պատճառով։ Նույն օրը նախագահ Պուտինը հայտարարել է ռուսական միջուկային բուրևեստնիկ թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին, պնդելով, որ այն կարող է շրջանցել ցանկացած պաշտպանական համակարգ։ Միևնույն ժամանակ շարունակվել են թեժ մարտերը։ Ռուսաստանը հայտնել է ուկրաինական երկաթուղային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին, իսկ Ուկրաինան հայտարարել է Ղրիմում ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի խոցման եւ ռազմաճակատի տարբեր ուղղություններով հարձակումները հետ մղելու մասին։ Սուդանի արագ արձագանքման ուժեր ռազմականացված խմբավորումը հայտարարել է, որ գրավել է Ալ-Ֆաշիր քաղաքի բանակային շտաբը, որը Դարֆուրի տարածաշրջանում սուդանական բանակի վերջին հենակետն էր։ Սա խոշոր հաղթանակ է ուժերի համար, որը կարող է արագացնել երկրի տրոհումը, ապրապնդելով նրա վերահսկողությունը ողջ Դարֆուրի նկատմամբ, զուգահեռ կառավարության ստեղծելու նպատակով։ Գրավմանը նախորդել է 18-ամսյա դաժան պաշարումը, որը հանգեցրել է սովի։ Իրավապաշտպանները զգուշացնում են էթնիկ բռնությունների վտանգի մասին, հաշվի առնելով, որ ՄԱԿ-ը նախկինում արագ արձագանքման ուժերին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Այս իրադարձությունների ֆոնին Միացյալ Նահանգները տարածաշրջանային երկրների հետ խաղաղ բանակցություններ է նախաձեռնել, փորձելով հանգուցալուծել 2023 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմը։ Նախորդին Եգիպտոսի Ռաֆա անցակետով Գազա են ուղևորվել մարդասիրական օգնության բեռնատարներ եւ ծանր տեխնիկա Միացյալ Նահանգների միջնորդությամբ հաստատված հրադադարի շրջանակում, որի պայմանները կողմերը մշտապես խախտում են։ Չնայած դրան ՄԱԿ-ը զգուշացնում է, որ ձմռանն ընդառաջ մարդասիրական օգնության մեծ մասը շարունակում է մնալ արգելափակված, ինչը խորացնում է ճգնաժամը։ Գազայի առողջապահական մարմինները հայտնել են, որ հակամարտության սկզբից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 68500-ը, ընդ որում հրադադարի հաստատումից հետո սպանվել է առնվազն 93 պաղեստինցի։ Դավիթ Գենջոյան, Riopen Media։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ չեմ տալիս, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։